Կրկին բարձ սերելի հայրենակիցներ, այսօր արդեն հունվարի 9-ն է և կարծում եմ առանց ավելնորդ խոսքերի կրկին խոսելու ենք, սկսենք արագ խոսել Իրանից։ Իրանի շուրջ հիմա այնինչ տեղի է ունենում ուղիղ ազդեցություն ունի նաև Հայաստանի վրա և ոչ միայն Հայաստանի վրա, այլ նաև Վրաստանի վրա, ամբողջ տարածաշրջանի վրա և կարող է մեծ փոփոխություններ ստեղծել մեր տարածաշրջանում, ինչպես նաև շատ լուրջ ցնցումներ կարող է առաջացնել, որոնք որ միանշանակ կունենան շատ մեծ հետևանքներ մեզ բոլորիս համար։ Դրա համար ամենակարևոր թեման հիմա դարձել է Իրանը, մենք շատ քիչ ենք խոսում Ուկրաինայից, Ուկրաինան նույնպես շատ կարևոր է, բայց այն ինչ հիմա տեղի է ունենում Իրանում, դարձել է մեզ համար, կարծում եմ, առաջի կարևորության թեմա։ Միանգամից սկսենք և նախքան դա ուղղակի հիշեցնեմ լայքերի և բաժանորդագրումների մասին։ Իրանի խորհրդարանի խոսնակը սպառնացել է Ամերիկայի Միացյալ Նահանգներին և Իսրայելին, ասելով, որ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները հարձակվի Իրանի վրա, ապա Իրանը հարվածներ կհասցնի Իսրայելին, օկուպացված տարածքներին, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների բազաներին և նավերին, այսինքն ամեն ինչ կթիրախավորի Իրանը, ինչ իսրայելական է և ամերիկյան։ Եվ Իրանում շատ լավ սկսել են հասկանալ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների սպառնալիքները դատարկ սպառնալիքներ չեն, քիչ առաջ նաև Թրամփը հետաքրքիր նկար էր սև ու սպիտակով հրապարակել, իր նկարը նաև գրել էր, որ շուտով կսկսենք, ակնարկը կարող է ուղղված լինել Իրանին, բայց կարող է այն ուղղված լինել նաև Կուբային, Մեքսիկային, Գրենլանդիային եւ այդպես շարունակ։ Սակայն կարծում եմ, որ հիմնական ուղերձը հիմա նա հղում է Իրանին։ Իրանում զոհերի թիվը օրեցօր ավելանում է եւ ինչպես Times-ն է գրել, այս պահի դրությամբ իրենց հաշվարկներով կա 217 զոհ։ Չնայած ես նախորդ հաղորդման մեջ նշեցի, որ տարբեր են տվյալները, կան նույնիսկ տեղեկություններ, որ 2000-ից ավել զոհ կա, կան տեղեկություններ, որ 50-ից ավել են զոհերը, բայց մեկ բան փաստ է, որ մեծականակ զոհեր կան Իրանում։ Դժվար է կոնկրետացնել, քանի որ արդեն երրորդ օրն է ինտերնետ գոյություն չունի Իրանում, միայն Starlink-ներն են, եւ Starlink-ները, Musk-ի Starlink-ները աշխատում են շատ թաքուն, այսինքն այն մարդիկ, ովքեր որ ունեն այդ անտենաները տեղակայած, իրենք հնարավորություն ունեն Starlink-ի միջոցով ինչ որ նկարներ ուղարկել արտաքին աշխարհ, տեսանյութեր, եւ այդ տեսանյութերը եւ նկարները, երբ որ նայում ես, ուղղակի ապշում ես, թե ինչ է տեղի ունենում։ Ամենուր հրդեհված մեքենաներ, շենքեր, լուրջ բախումներ, իհարկե կան նաև մասսայական ցույցերի կադրեր, որտեղ որ մարդիկ հեռախոսի լույսերով մեծականակ ցույցեր են անցկացնում, բայց հիմնականում տեսանյութերը վկայում են այն մասին, որ բախումները շատ են, բռնի ուժը կիրառվում է ամենուր, եւ հիշեցնեմ, որ ընդամենը նախորդ այդ բախումների ընթացքում 19 թվին, 22 թվին շատ մարդիկ են զոհվել, 19 թվին, եթե չեմ սխալվում, 1500 զոհ է ունեցել Իրանը, այսինքն Իրանում արյան մեջ միշտ խեղդել են այդ ճնշումները։ Չնայած նրա, որ վերջին տարիներին կարծես թե որոշ ժողովրդավարական փոփոխություններ սկսվեցին, դժվար է նույնիսկ ասել, որ դրանք ժողովրդավարական փոփոխություններ են, թեթև մեղմացումներ նկատվեցին, սակայն հիմա կրկին իշխանությունները վերադարձան այդ ռեպրեսիվ մեթոդներին եւ կրկին սպանություններ են ամենուր տեղի ունենում Իրանում։ Այն մարդիկ, ովքեր որ կողմնակից են Իրանի իշխանությունների, իսկ այդպեսիները կան թե Հայաստանում, թե հայ համայնքում, ես քիչ առաջ նաև կոչ արեցի ընդհանրապես, որ հայ համայնքը Իրանի չխառնվի այդ process-ներին, ուղղակի ասեմ, որ Իրանում այն ինչ հիմա տեղի է ունենում, մեզ համար չափազանց կարևոր է, եւ մենք չենք կարող լինել կողմ որևիցե մեկի, բայց շատ պարզ պետք է հասկանանք, որ եթե Իրանում այս ռեժիմը հիմա մնա, այն ավելի
հակաամերիկյան է դառնալու, քան մինչև այս պահն էր, ավելի են սրվելու հարաբերությունները Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, այդ բանակցությունները, որոնք որ կային, կարող է այլևս տեղի չունենան, շատ է լարվելու ամեն ինչ եւ դա լուրջ հարցականի տակ է դնելու նաեւ TRIP ծրագիրը։ Եվ ընդհանրապես Իրանը կարող է դառնա ամբողջովին նոր գործիք, նորացված գործիք Ռուսաստանի Դաշնության ձեռքերում։ Ահա թե ինչն է մեզ համար շատ սարսափելի։ Շարունակելով թեման ասեմ, որ Եվրամիությունից կոչեր են հնչում Ուրսուլա ֆոն դեր Լայենը հստակ ուղերձ է եղել Իրանի ժողովրդին ասելով, որ Եվրոպան, Եվրամիությունը Իրանի ժողովրդի հետ են։ Նախորդ հաղորդման մեջ ասել էի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը նման կոչեր հղել Իրանի ժողովրդին եւ բոլորը շատ լավ հասկանում են, որ այնինչ Իրանում տեղի ունենում, դա հստակ ապստամբություն է, քանի որ բազմաթիվ քաղաքներում, նույնիսկ տվյալներ կան, որ 170-ից ավել քաղաքներում Իրանի տեղի են ունենում լայնածավալ ցույցեր, որոնք որ նաև ուղեկցվում են անկարգություններով։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկյանը անդրադարձել է երկրում տեղի ունեցողին, չնայած որ Իրանի իշխանությունները ներկայացնում են, որ շատ փոքրականակ ցույցեր են, բայց այնուամենայնիվ անդրադառնում են այդ ցույցերին եւ նա ասում է, որ դրսից երկիր էին ներմուծվել, բերվել բազմաթիվ ցուցարարներ եւ ոչ միայն ցուցարարներ, այլ հստակ պատվերներ իրականացնողներ, որոնք որ սկսեցին անկարգություններ հրահրել Իրանում, բախումներ առաջացնել, մարդկանց սպանել, այրել, հրկիզել եւ այդպես շարունակ, ու նրա խոսքերով այդ մարդիկ ընդհանրապես չեն պատկանում Իրանին, Իրանի ժողովրդին եւ նրանք գործում են արտաքին ուժերի հրահանգով, հստակ նկատի ունենալով Իսրայելը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Փեզեշկյանի խոսքերով Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իսրայելը այդ մարդկանց ուղղորդում են դեպի անկարգություններ, ասում են առաջ գնացեք, իրականացրեք ցույցեր, արվածեք, անկարգություններ արեք, մենք ձեր հետևում կանգնած ենք, ու դա այն պետություններն են, այն մարդիկ են, ովքեր որ ամիսներ առաջ հարվածներ էին հասցնում Իրանին եւ սպանում էին Իրանի երիտասարդության։ Այսինքն արդեն բացահայտ, բաց հակաիսրայելական եւ հակաամերիկյան կոչեր են հնչեցնում Իրանի իշխանությունները, Իրանի թե աշխարհիկ եւ թե հոգեվոր իշխանությունները, ինչը շատ կարեւոր է, ու ահա այս ֆոնին, այս սպառնալիքները հղում են երկու կողմն էլ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խոստացավ, որ արդեն գործողություններ է սկսելու, նախորդ հաղորդման մեջ ասում էի, որ իրենք արդեն նույնիսկ քննարկումներ են ունեցել Սպիտակ տանը, որին որ մասնակցել է Թրամփը, Մարկո Ռուբիոն, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հնարավոր է նաև պաշտպանության նախարարն է այնտեղ եղել Միացյալ Նահանգների։ Դրանից բացի հեռախոսազրույց Նետանյահուի եւ Մարկո Ռուբիոյի միջև, ես ինչի եմ այս ամենը ասում, որպեսզի ավելի պարզ դառնա, թե ինչ կարող է տեղի ունենալ։ Եվ տեղեկությունները հստակ մեզ ասում են այն մասին, որ հիմա վերլուծական կենտրոնները աշխատում են բնարավարա, որպեսզի ավելի լավ հասկանան, թե այս ցույցերը, անկարգությունները ինչ մասշտաբների են իրականում եւ արդյոք եթե Միացյալ Նահանգները եւ Իսրայելը խառնվեն, ինչ որ մի բան հնարավոր է փոխել Իրանում։ Ասեմ, որ Իսրայելը նույնպես մարտական շատ բարձր պատրաստվածության է բերվել։ Ես ամիսներ առաջ, 1.5 կարծեմ ամիս առաջ խոսում էի այն մասին, որ Իսրայելում կոնկրետ քննարկում են պատերազմի երկրորդ սցենարը Իրանի հետ եւ իրենց բանակը, իսրայելական բանակը պատրաստվում է ավելի դաժան պատերազմի Իրանի հետ եւ ասում են հստակ հрьяաները, որ այս պատերազմը ավելի դաժան է լինելու, ավելի դժվար եւ ծանր է լինելու Իսրայելի համար, քան նախորդ պատերազմն էր եւ դեռ այդ ժամանակ, երբ ամեն ինչ խաղաղ էր եւ ոչինչ մեզ չէր հուշում, որ ահա այսպիսի իրադարձություններ կարող է ծավալվեն Իրանում, Իսրայելում խոսում էին այդ մասին եւ մենք հասկանում ենք, որ ինչ որ մի բան այն չի, այսինքն հնարավոր է երկրորդ պատերազմ ընդդեմ Իրանի։ Հիմա իմ պատկերացումներով կիսվեմ սիրելի հայրենակիցներ, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները այնուամենայնիվ որոշում ընդունեն միջամտել,
Կարծում եմ, որ ավիահարվածներ են հասցվելու տարբեր ռազմական օբյեկտների, հնարավոր է նաև ոստիկանության, հնարավոր է նաև քաղաքական էլիտան թիրախավորեն Իրանի, Ամերիկայի Միացյալ Նահանգները, բայց դա չի նշանակելու այն, որ Իրանում միանգամից կարող է ռեժիմի փոփոխություն տեղի ունենալ։ Ցավոք սրտի հավանականությունը շատ մեծ է, որ վատ սցենարով զարգանալ սկսեն իրադարձությունները, ինչը ես չեմ ուզում, բայց դա չենք կարող մենք բացառել եւ հավանականությունը ցավոք մեծ է, բայց եթե ժողովրդավարական ապստամբությունը ավելի մեծանա այդ ավիահարվածների ֆոնին, հնարավոր է եւ տեղի ունենա իշխանափոխություն, այսինքն եթե ներսից տեղի ունենա այդ հեղաշրջումը թեթև օգնությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի, հակառակ պարագայում կարող է Իրանում ամենավատ սցենարը մեզ համար, ամենավատ եւ ոչ ցանկալի սցենարը կարող է սկսվել նաև քաղաքացիական պատերազմ։ Քրդերը շատ են ակտիվացել հիմա Իրանում, քրդերը բավականին մեծ ազդեցություն են նաև ձեռք բերել եւ քրդերի վրա է հենվելու նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները ու Իսրայելը։ Իսրայելը նաև շատ խորը կապեր է հաստատել շահի որդու հետ, շահի որդին այցելել էր նաև Իսրայել, գիտեք, ինքը չէր դատապարտել Իսրայելը, երբ որ Իսրայելը հարձակվեց Իրանի վրա, այլ ճիշտ հակառակը ինքը համարում էր, որ իսրայելական հարվածները միայն ու միայն մոտեցնելու են այն օրը, երբ որ այաթոլլաների ռեժիմը կտապալվի, այսինքն մեծ եւ խորը շատ կապեր կան շահի որդու եւ Իսրայելի միջև, եւ մենք բոլորս այստեղ ականատես ենք լինում, թե ինչպես է Իսրայելը փորձում իր շահերը առաջ տանել։ Սա ձեռնտու չէ Թուրքիայի արտգործ նախարար Հական Ֆիդան արդեն հայտարարությամբ է հանդես եկել, որ Իսրայելն է ամեն ինչ խառնում Իրանում, այսինքն Թուրքիայում հասկանում են այն, որ եթե Իրանում տեղի ունենա իշխանափոխություն, դա ձեռնտու կլինի Իսրայելին եւ այդ ժամանակ Թուրքիան ավելի մեծ խնդիրներ կունենա, քան հիմա ուներ, հաշվի առնելով այն, որ հիմա շատ մեծ հակադրություն կա եւ մրցակցություն կա Իսրայելի եւ Թուրքիայի միջև։ Թուրքիային միանշանակ ձեռնտու չէ այնինչ տեղի ունենում Իրանում, նաեւ պատճառ երկուս այն է, որ Թուրքիան իր կարևոր դիրքը կկորցնի Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, նաեւ Եվրոպայի համար, դրա համար շատ անձեռնտու գործ է Թուրքիայի համար այնինչ տեղի ունենում Իրանում եւ թրքերը, եթե կարողանան միջամտել, միանշանակ կարծում եմ դա կանեն։ Ուղղակի հիմա նրանք հնարավորություն չունեն որևիցե ձև միջամտելու Իրանի այդ ներքին գործերին եւ օգնելու այաթոլլաների ռեժիմին։ Թե ինչ է սա Հայաստանի համար, կրկին ասեմ, Հայաստանը հարավից նույնպես վտանգված է եւ խոցելի է, ինչքան էլ որ Իրանը մեզ բարեկամ երկիր է, իրանցիները բարեկամ ժողովուրդ են, սակայն մենք տեսանք, որ 44 օրյա պատերազմի ժամանակ Իրանը կրավորական դիրքորոշում ուներ, ընդհանրապես չաջակցեց Հայաստանին, ոչինչ չարեց, այլ ճիշտ հակառակը իր հայտարարություններով հասկացնել էր տալիս, որ իրենք կողմ են, որ Ադրբեջանը կարողանա վերականգնել իրենց տարածքային ամբողջականությունը, ինչպես ասում են ադրբեջանցիները, այսինքն փաստացի նաև նպաստեց դրան, բայց ճիշտ է Սյունիքի մասով Իրանը ասում էր, որ մեզ համար կարմիր գիծ է Սյունիքի գրավումը եւ դրա մասին մենք պետք է նույնպես անկեղծ խոսենք։ Չնայած վերջերս այն հայտարարությունները, որ անում էր Վիլայաթին Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականը, դրանք միանշանակ ես համարում եմ որպես ազգային անվտանգության սպառնալիք, Հայաստանի համար ազգային անվտանգության սպառնալիք, քանի որ նրանք ռուսների թելն էին թելում, այսինքն Ռուսաստանը ինչ հայտարարություն չէր անում, ավելիով անում էր Իրանը, հստակ ասելով, որ իրենք դեմ են թրիփին եւ թույլ չեն տա, որպեսզի թրիփը իրականացվի։ Իսկ եթե Իրանում իշխանափոխություն տեղի ունենա, ժողովրդավարական ուժեր կան իշխանության, նախորդ հաղորդման մեջ էլ ասացի, մեզ համար մեծ հնարավորություններ են բացվելու եւ կարևոր վտանգ է չեզոքանալու հարավից, այսինքն Ռուսաստանի ազդեցությունը ավելի է թուլանալու հարավային Կովկասում։ Իսկ քանի այաթոլլաների ռեժիմը գոյություն ունի
միանշանակ ռուսական վտանգը ավելի ռեալ է մեզ համար, քան վաղը, եթե այդ ռեժիմը ընկնի եւ տապալվի։ Ես հույսով եմ պարզ եմ արտահայտվում, չափազանց պարզ, չնայած որ ռուսական ազդեցությունը շատ է թուլացել հիմա հարավային Կովկասում, մենք դա տեսնում ենք նաեւ Ալիևի հայտարարություններից, Ալիևը որպես հմուտ քաղաքական գործիչ միշտ էլ անում է հավասարակշռված, վարում է հավասարակշռված քաղաքականություն մեծերի հետ, երբ որ փորձում է հարաբերվել, եթե Ռուսաստանի նկատմամբ հիմա շատ ավելի համարձակ է դարձել, դա նշանակում է այն, որ ինքը տեսնում է հստակ, որ Ռուսաստանի դերակատարությունը թուլացել է եւ ինքը կարող է իրեն թույլ տալ այդ ամենը։ Իսկ եթե Իրանում հիմա փոփոխություն տեղի ունենա, միանշանակ Ռուսաստանի դիրքերը ավելի կթուլանան մեր տարածաշրջանում։ Իսկ եթե ոչ, ապա այսօրվա Իրանը ավելի շատ է սկսելու պայքարել ամերիկյան եւ եվրոպական ազդեցության դեմ հարավային Կովկասում, քան պայքարում է նույն Ռուսաստանի Դաշնությունը։ Եվ այդ պայքարի մեջ նրանք երկուսով են լինելու ընդդեմ Հայաստանի։ Հնարավոր է նաեւ Ադրբեջանի, բայց մեզ բնականաբար ավելի շատ հուզում է, թե ինչ է Իրանը նախաձեռնելու ընդդեմ Հայաստանի։ Դիվանագիտությունը դիվանագիտությամբ, գեղեցիկ խոսքեր, գեղեցիկ հարաբերություններ Հայաստանի եւ Իրանի միջեւ ռազմավարական բնույթի են հասցնելու հարաբերությունները, բայց ես խոսում եմ իրականությունից, այն ինչ կա եւ կլինի։ Հուսանք, որ ամեն ինչ շատ ավելի լավ է լինելու։ Կարևոր է, որ այստեղ նաեւ նշենք, որ Մերձավոր Արևելքում ընդհանուր առմամբ անհանգիստ է միայն Իրանը, չէ։ Տեսակ թե ինչ էր տեղի ունենում Հալեպում, այնտեղ էլ քրդերը շատ ակտիվ են, չնայած որ հիմա պայմանավորություն ձեռք բերվեց, որ քրդերը դուրս են գալիս Հալեպից եւ նրանք դուրս են գալիս առաջին անգամ 2011 թվականից հետո, այսինքն այդտեղ կարծես թե քրդերի դիրքերը թուլանում է Հալեպում։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարն է հետաքրքիր հայտարարություն արել Պուտինի հետ կապված, երբ որ Ուկրաինայի լրագրողը հարցրել է ուկրաինացի լրագրողը այն բոլոր աշխարհի առաջնորդներից, բռնապետներից, ում կձերբակալեիք, եթե կարողանայիք, նա պատասխանել է շատ հստակ, որ Վլադիմիր Պուտինին, եւ սա եւս շատ կարեւոր ուղերձ է իր մեջ պարունակում եւ մեզ հուշում է, թե ինչ աստիճան է լարված հարաբերությունները Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի միջեւ, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջեւ, Եվրոպայի եւ Ռուսաստանի միջև ինչ աստիճանի եւ տոնայնության է բարձրանում այդ հակամարտությունը, բնականաբար այդ հայտարարությանը կարող են հետևել գործողություններ Ռուսաստանի Դաշնության կողմից կամ սուր հայտարարություններ, այնպես որ ավելի ու ավելի է բարդանում իրավիճակը աշխարհում։ Թրամփ արտահայտվել է Կուբայի մասին, ասելով, որ հրաշալի կլինի, եթե Ռուբիոն դառնա Կուբայի ղեկավար, Մարկո Ռուբիոն հաշվի առնելով, որ Կուբայից է ինքը եւ շատ է հետաքրքրվում Կուբայով, Թրամփը հստակ ասում է, որ դա շատ լավ գաղափար է, հրաշալի գաղափար է եւ այդ ամենը նա ասել է իր սոցիալական ցանցի միջոցով գրառում կատարելով, ասելով, որ լավ կլինի դառնա Կուբայի նախագահ Մարկո Ռուբիոն։ Բայց Կուբայի մասով կես կատակ, կես լուրջ, կես կատակ, կես լուրջից Թրամփը նաեւ այլ դիրքորոշում ունի, այսինքն այս Reuters-ի Թրամփը մտադիր է, որպեսզի Կուբան նույնպես հիմա շրջափակման մեջ վերցվի, ասում է, որ Վենեսուելայից նավթը չի գնալու դեպի Կուբա, Վենեսուելայից էր սնուցվում Կուբան նավթով եւ փողերով, հիմա այդ ամենը տեղի չի ունենա եւ Կուբային սպասվում են շատ բարդ եւ ծանր օրեր։ Ասեմ, որ ոչ միայն Կուբայում են մտահոգված, այլ նաեւ դաշնակից Կանադան նույնպես մտահոգ է, թե ինչ է տեղի ունենում հաստատի Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության մեջ։ Հիշում եք, ասում էր Թրամփը, որ Կանադան պետք է դառնա Ամերիկայի Միացյալ Նահանգների նահանգը, խոսում էր Գրենլանդիայից ամենօրվա ռեժիմով են արվում հիմա հայտարարություններ եւ ասում են, որ շատ լուրջ է մեր մտադրությունը, որպեսզի Գրենլանդիան դառնա Ամերիկայի Միացյալ Նահանգների մաս եւ Կանադան նույնպես սկսել է շատ լուրջ մտահոգվել, որ
Գրենլանդիայից հետո կարող է Ամերիկայի Միացյալ Նահանգները փորձեն նաև վերացնել Կանադայի անկախությունը։ Այսպիսի թեմաներ, այսպիսի քննարկումներ, հարցեր են հիմա պատտվում ամբողջ համացանցում։ Եվ սա ես չեմ հորինում, դուք տեսնում եք, թե իրոք ինչ է տեղի ունենում ամբողջ աշխարհակարգի հետ։ Բայց մեկ բան փաստ է, որ մենք պետք է շարժվենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների օգնությամբ, քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգները աշխարհի գերտերություն է ոչ միայն ռազմական ոլորտում, այլ նաև տնտեսության մեջ, նաև տեխնոլոգիաների առումով, քաղաքակրթության առումով, ժողովրդավարության առումով մեզ միանշանակ ձեռնտու է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ Հայաստանը խորացնի իր հարաբերությունները։ Դրա համար այն ինչ կատարվում է աշխարհում, այն ճիշտ է մեզ շատ է վերաբերվում, բայց տեղեր կա, որ մենք պետք է ուղղակի չտեսնելու տանք Ամերիկայի Միացյալ Նահանգների այս նոր քաղաքականությունը, առաջնորդվելով մեր ազգային ու պետական շահերով։ Եվ դա վերաբերվում է ոչ միայն Հայաստանին, այլ նաև Վրաստանին։ Այս պայմանությամբ այս կանը հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։